Թրիպ ծրագիրի իրագործման աշխատանքները աշխույժ փուլի մեջ են լրագրողներուն հետ զրույցին ասավ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մատնանշելով Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներուն հայաստանյան այցերն ու դարբեր ծրագիրներուն ուղղված Ամերիկայի բյուջեի կրկնապատկումը անդրադառնալով դարաձաշրջանային ենթակառուցվածքներու ապաշրջապակման պատգամավորը ընդգծեց Հայաստանը շահագրգռված է որ այդ օր առաջ տեղի ունենա այդ բարունակին մեջ անկարևոր նկատեց 8 օգոստոսի հռչակագիրը եւ խաղաղության թերը Միացյալ Նահանգները Հայաստանը եւ Ադրբեջանը կվերահաստատեն իրենց անսասան աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության, դարածքային ամբողջականության եւ իրավազորության իրենց միջազգային օրենսդրված սահմաններուն մեջ երեք երկիրները կշարունակեն հանձնարարու մնալ 8 օգոստոսի համատեղ հռչակագիրի լիարժեք իրականացման ադոր դարին եւ ոգին համապատասխան ինչպես նաեւ դարաձաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտման ավելին Միացյալ Նահանգները կշարունակի հանձնարարու մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրված երկկողմ կանոնադրություններու եւ փոխըմբռնման հուշագիրներու լիարժեք իրականացման, ինչպես նաեւ երկու երկիրներու հետ իր երկկողմ հարաբերություններու հետագա ամրապնդման։ Իրական խաղաղությունը երբեք մեգորվան մեջ չի գերդվիր, բայց ինչպես կսե նախագահ Թրամփ խոստումները դրված են, խոստումները կատարված են։ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմեն տևական խաղաղության ուղղությամբ կատարվող քայլերը օրինակ են ամբողջ աշխարհին համար եւ մենք տարածաշրջանի համար կգնգալենք բայձար եւ բարգավաճ ապագա ըսված է հայտարարության մեջ Հայաստանի հավաքական անվտանգության պայմանագիրի գազམ་ագերբության մեջ ցայնի իրավունքեն զրկելու հարցը կրնակննարկվել 11 նոյեմբերին կայանալի քաղաքնաժողովին։ ԹԱՍ-ին տված հարցազրույցին մեջ հայտարարած է Ռուսաստանի արտաքին գործոց նախարարի տեղակալ Միխայել Գալուզին։ Անոր խոսքով խորհրդի հաջորդ նիստը տեղի պիտի ունենա 11 նոյեմբերին Մոսկվայի մեջ։ Գալուզինի խոսքով հապկ կանոնադրությունը միջազգային պայմանագիր մնե եւ պետք է բարեխիղճորեն կատարվի բոլոր կողմերուն հետ։ Յուրաքանչյուր անդամ պետության հապկ մարմիններու գործունեության նյութապես մասնակցելու բարտավորությունը։ Հայաստանը հապկի մեջ իր մասնակցությունը սարեցնելու մասին հայտարարեց 2024 թվականի փետրվար 23-ին։ Երևանին գարձիկով հապկը մասնավորապես 2021 եւ 2022 թվականներուն Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական գործողություններու ընթացքին չկատարեց իր անվտանգային բարտավորությունները։ Ռուսաստան եւ Ուկրաինան կշարունակեն փոխադարձարվածները, որոնք պատճառ դարձած են նոր զոհերու եւ վիրավորներու։ BBC ռուսական ծառայությունը հաղորդած է, որ Դնեպրոպետրովսկի մարզի մեջ ռուսական հարվածներեն 3 զոհ եւ 5 վիրավոր կա։ Զապորոժիայի մեջ ռուսական ուժերու գիշերվան հարձակումներեն 6 անձ զոհված է, 19 վիրավոր կա։ Կիևի մեջ կա 1 վիրավոր։ Ռուսաստանն ալ հայտնած է ուկրաինական հարվածներու մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոպյանի նկրած է, որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված է 237 անօթաչու թռչող սարք, որոնց մեծ մասը գրծած են ոչնչացնել մայրաքաղաքեն հերու։ Միևնույն ժամանակ Wildberries ընկերությունը հայտնած է, որ Վորոնեժի մարզի մեջ գտնվող իր կառույցներու բոլոր աշխատակիցները դարհանված են անվտանգության պահանջներուն համապատասխան։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարարած է, որ Անկարան հարաճընթաց կգնգալ է Եվրամիության հետ վիզայի ծրության եւ Մաքսայի միության շուրջ երկխոսության մեջ։ Էրդողան հայտարարած է այս մասին Ավստրիո վարչապետ Քրիստիան Շտոկերի հետ հանդիպումեն հետո։ Էրդողանի խոսքով Շտոկերի հետ քննարկված են նաեւ երկկողմ տնտեսական հարաբերություններ, կողմերը նպատակահարմար կհամարեն գործողարն տնտեսական հանձնաժողովի փոխարեն ստեղծել համատեղ տնտեսական եւ արևդրային կոմիտեմը ակնկալելով ադոր առաջին նիստը գազմագերբել մինչև դարեվերջ։ Անդրադառնալով դարաձաշրջանային հարցերուն Էրդողան հայտարարած է, որ Սուրիո դարածքային ամբողջականության եւ միասնականության ապահովությունը կշարունակի առաջնահերթություն մնալ Թուրքիո համար։ Անկարևոր նկատած է Սուրիո վերականգնման գործընթացին մեջ Ավստրիո ներդրումը։ Էրդողան նաեւ ընդգծած է Գազայի հատվածի մարդասիրական օգնության անխափան մատակարարման անհրաժեշտությունը եւ նշած, որ Թուրքիան ու Ավստրիան կարևոր կնկատեն Բալկաններու մեջ կայունության պահպանությունը։